Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի իր պաշտոնակից Ջոն Քերրիին ասել է, թե Իրանը հավանաբար ցանկանում է իմանալ հետագա քայլերի մասին, երբ ապացուցի, որ միջուկային իր ծրագիրը ունի զուտ խաղաղ նպատակներ։ Այս հարցի շուրջ, ասել է Լավրովը, քննարկումներ հավանաբար կանցկացվեն եկող շաբաթ Ժնևում Իրանի մասնակցությամբ։ Քերրին ասել է, թե ԱՄՆ-ն ողջունում է Իրանի կողմից վերջերս ցուցաբերվող ջանքերը, սակայն նշել, թե խոսքերից զատ հարկավոր են հստակ գործողություններ։ Հիշեցնենք, որ Ժնևում Իրանի պաշտոնատար անձանց հետ հանդիպում են անցկացնելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամ պետությունների եւ Գերմանիայի պաշտոնատար անձինք։ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կիրակի օրը հորդորել է, որ 5 գումարած մեկը եկող շաբաթվա հանդիպմանը ներկայանա նոր տեսակետներով։ Այն հարցին, թե ինչու են նավթի արտահանումներով հարուստ այս երկիրը ցանկանում արտադրել նաև միջուկային էներգիա, Զարիֆը պատասխանում է, որ հարկավոր է դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները եւ երբեք հույսը չդնել միայն մեկ աղբյուրի վրա։ Նա ամերիկացի լրագրողի հարցին պատասխանում է, հիշեցնելով նաև, որ դեռևս 1974 թվականին ամերիկյան ընկերություններն էին Իրանի շահին առաջարկում երկրի էներգիայի 20% ստանալ միջուկային կայաններից։ Աշխարհում 40 երկիր, որոնք արտադրում են միջուկային էներգիա խաղաղ նպատակներով, չեն հարստացնում ուրան, ինչու է Իրանը ցանկանում անպայման հարստացնել ուրան իր տարածքում։ Մենք ուրան հարստացնելու նպատակ չենք ունեցել, ասում է Զարիֆը եւ հիշեցնում, որ Իրանը ժամանակին Ֆրանսիայում ուրան հարստացնող Յուրոդիվ ընկերության 20%-ի փայաբաժնի տերն էր, սակայն այդ հաստատությունից նրա խոսքերով Իրանը չի ստացել եւ ոչ մի գրամ հարստացված ուրան։ Նրանք Իրանին դրել են մի կացության մեջ, ասում է նա, որը Իրանին ստիպել է հույսը դնել միայն իր վրա։ Այժմ նրանք չեն կարող գալ եւ ասել, թե հարկավոր է նորից գրել պատմությունը, ասում է Զարիֆը, միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Ժնևյան բանակցությունները կտան առաջին բարի բտուղները։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։